Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային հերթական շաբաթն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր ձեզ հետ երկու հանդիպում ենք դիտելու, մեկը դիվիզիոնից, մեկը էլիտ լիգայից եւ քիչ անց առաջին հանդիպումը կմեկնարկի, որտեղ միմյանց հետ մրցելու են Ռեալ Մադրիդը եւ Լևերկուզենի Բայերը։ Շատ հետաքրքիր հանդիպում է ընթանալու, տեսնենք ի վերջո ինչպես կանցկացնեն երկու թիմերը այս հանդիպումը, խաղը մեկնարկեց, մրցավարի սուլիչը լսված է եւ հիմա անցնենք թիմերի կազմերին, սկսենք Ռեալից, դարպասը պաշտպանում է համար 1 Մխիթար Սիրյանը, համար 3 Ժան Աբաջյան, համար 5 Անուշավան Եղիազարյան, համար 9 Արսեն Աբոյան, համար 10 Երտա Մարսել Լաուրել, համար 14 Սարգիս Հարությունյան, համար 26 Սասուն Զորապյան, համար 51 Տիգրան Շեկոյան, համար 77 Ալբերտ Նազարյան, համար 93 թիմի ավակ Արսեն Հակոբյան եւ համար 99 Աշոտ Համբարձումյան։ Բայեր դարպասում է համար 1 Թաթուլ Սևոյանը, համար 3 Կամո ներողություն Հովանես Կուրգինյան, համար 4 Աղասի Ավետիսյան, նա թիմի ավակն է, համար 5 Արմեն Ազնաուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 11 Գագիկ Լուկասյան, համար 17 Համլետ Ազնաուրյան, համար 21 Վարդգես Գեբեշյան, համար 33 Հարություն Օհանյան, համար 44 Տիգրան Մելիքյան, համար 77 Հակոբ Ամիրյան եւ համար 99 Վլադիմիր Պետրոսյան։ Խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը, այսքանը կազմերի մասով հիմա տեսնում ենք ստանդարտ է վաստակել այստեղ Ռեալ հենց մեկնարկում, փոխանցում շատ վտանգավոր էր եւ Տիգրան Շեկոյանի հարվածը շեղ այստեղ ընթացավ եւ եզրային նետումը Բայերինն է լինելու կարծես թե ոչ հարված դարպասից խաղի մրցավարը նշանակեց առաջին գրոհը տեսանք հենց մեկնարկում Ռեալի ֆուտբոլիստները կատարեցին տեսնենք Բայերը չով կպատասխանի եւ այստեղ էլ հրաշալի գործեց պաշտպանությունում Տիգրան Շեկոյանը հարկայուն մրցաշար է անցկացնում Ռեալ Մադրիդը Դեռ նրանք այս մրցաշարում ոչ մի միավոր չեն վաստակել 8 խաղերում էլ 8 պարտություն, հիմա տեսնենք Բայերի գրոհը, այստեղ էլ Ասուն Զորաբյանը հեռացրեց գնդակը 8 խաղերից ոչ մի խաղում նրանք չեն կարողացել միավոր վաստակել Յանզդան ետնապանն է այս մրցաշարի Ռեալը իսկ Բայերը կրկին 8 հանդիպում է անցկացրել այս մրցաշարում 13 միավոր վաստակել հիմա Բայերն է գնդակով գրոհում արված եւ Տիգրան Մելիքյանը փորձ կատարեց շեղ էր Մելիքյանի հարվածը առաջին հարվածը կա Բայերի կատարմամբ շատ վտանգավոր գրոհ նրանք կազմակերպեցին 8-րդ հորիզոնականում է գտնվում Լևերկուզենի Բայերը այս պահին 13 միավոր է վաստակել նրանք
Այսօր տեսնենք նրանք ինչպես կանցկացնել իրենց այս հանդիպումը վտանգավոր էր եւ Սիրիանը որսած գնդակը Ռեալն է անցել Գոյի Լորաբյան Շեքանը ստապեց փոխանցում կատարելի Սկուրգինյան Այս Գեբեշյանը ասավ այս գնդակին, խլեցին նրանից գնդակը Գեբեշյանից արագ խլում, Գեբեշյան երկար փոխանցում շրջադարձ արված հիմա Արթուր Պետրոսյանի կատարմամբ բայց շեղ էր արվածը Պետրոսյանին, հրաշալի փոխանցում ստացավ Պետրոսյանը Գեբեշյանից Տեսնում են կրկին Արագ գնդակ անցավ Բայերին, մի փոքր շտապողականություն է նկատվում Ռեալի տղաների մոտ Նախարկումներ Մելիքյան Պետրոսյանին, Պետրոսյան և Մելիքյան արված Սիրյանն է փրկում իր թիմին, առաջին սեյվը կատարեց այս խաղում Մխիթար Սիրյանը, փայլուն փոխանցում էինք տեսնում ձախ եզրից դեպի կենտրոն Պետրոսյանից, արված ի վերջո կատարեց Հակոբ Ամիրյանը, վերջին հանդիպումը Բայերի փայլուն գործեց, եթե չեմ սխալվում, երկու գնդակ հեղինակեց Հակոբ Ամիրյանը և հիմա անկյունային, առաջին անկյունային է վաստակել այս խաղում Բայերը, տեսնենք, փոխանցում տուգանային հրապարակ Մելիքյան արված, երկրորդ արվածը և գոլ հանդիպման հաշիվը բացված է Հովանես Կուրգինյանն է դառնում գոլ հեղինակ մեզ մոտ Յոթերորդ րոպե Հովանես Կուրգինյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է սիրելի ֆուտբոլասերներ Կրկին վտանգավոր գրող կազմակերպեցին Բայերի տղաները առաջին փորձից Սիրյանը դժվարությամբ փրկեց իր թիմին իսկ երկրորդ հարվածը Կուրգինյանը կատարեց գլխի հարվածով գրավեց Մխիթար Սիրյանի դարպասը ինչև է Արդեն հաշվի մեջ առաջ են Բայերի տղաները, տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի Ռեալը, բայց Բայերը կրկին ակտիվացել է և նետվել է առաջ, Պետրոսյան, Արթուր Պետրոսյան և անցումը չստացվեց այստեղ Պետրոսյանի, այստեղ էլ պայքարեց խլելու համար գնդակը և հարված կտեսնենք Սիրյանի պաշտպանած դարպասից լավ անցում, արվածը փակված է ի վերջո, Շեկոյանը վերսես գնդակ և նետվում է առաջ հիմա արագ Ռեալը Տիգրան Շեկոյան, փոխանցում և այստեղ ծածուկ փոխանցում էր, կատարեց Տիգրան Շեկոյանը, բայց Հակոբյանը չհասկացավ թիմակցին Ռեալը ի վերջո անկյունային է վաստակում այս դրվագից հետո Արսեն Հակոբյան, փափուկ փոխանցում Լորաբյան, կրկին Հակոբյան և եզրային նետումը Բայերինն է ի վերջո լինելու հրաշալի գործեցին այստեղ Բայերի տղաները
Աբոյան խլել է գնդակը, Աբոյան արված և շեղեր, Արսեն Աբոյանի արվածը, դժվարությամբ եմ աղվել այստեղ բայերի տղաները իրենց կիսադաշտում բայերի լավագույն ռմբարկու Հարություն Օհանյանը դեռ տեսնում ենք այս 10 րոպեների ընթացքում մի փոքր թիկունքից է գործում Նա էլ անցած մրցավեճում փայլում խաղ անցկացրեց Շեկոյանն նետվել է առաջ, բայց մաքուր տարավ գնդակն հիմա այստեղ Գեբեշյանը, Գեբեշյան փոխանցում Ամիրյանին Գեբեշյան թեքվեց և հարված կատարեց ի վերջո Վարդգես Գեբեշյանը, բայց շեղ էր արդեն այս հարվածը Գեբեշյանին մի փոքր ուշացրեց Գեբեշյանը հարվածը Ղորաբյանը հրաշալի անցում Ամբարձումյանի հետ խաղացում գնդակը, փոխեց եզրը Ամբարձումյանը, բայց չկարողացավ ֆիքսել այս գնդակը Ժան Աբաջյանը և փոփոխություններ հիմա տեղի կունենան երկու թիմերի կազմում էլ Կատարված է փոփոխությունները և հանդիպումը շարունակվում են, Պետրոսյանը վերցրել է գնդակը և նետվում է գրոյի, Արթուր Պետրոսյան, զարքեզրում է Պետրոսյանը, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, այս գրոհն է բայերի անցյալում է Պետրոսյան, կրկին Պետրոսյան և լավ է խլում հիմա գնդակը նրանից Տիգրան Շեկոյանը այսօր տեսնում ենք շատ ակտիվ է գործում Թիկունքում Տիգրան Շեկոյանը Աբոյան հրաշալի անցում Աբոյան արված և Սևոյանը փրկեց իր թիմին Ամբարձումյան բարձր էր Աշոտ Ամբարձումյանի արվածը Սևոյանի առաջին սեյվն էլ տեղի ունեցավ Արսեն Աբոյանի հարվածից հետո Թաթուլ Սևոյանը փրկեց իր թիմին ամենաակտիվ ֆուտբոլիստը այս պայն խաղադաշտում Ռեալից Տիգրան Շեկոյանն է հանգիստ անցնում են իրենց կիսադաշտը բայերի տղաները Գեբեշյան սլանում է առաջ աջ եզրով Վարդգես Գեբեշյանը Գեբեշյան մտավ կենտրոն, բայց վերջին պահին խլեցին նրանից գնդակը կրկին Շեկոյան այս անգամ առաջ տվեց գնդակը Շեկոյանը հիմա էլ խլեց Պետրոսյանից գնդակը Շեկոյանը Հակոբյան դադար է պահում հիմա Արսեն Հակոբյանը վերջո կենտրոն ուղարկեց գնդակը Զորաբյան
Սասուն Զորաբյան, լավ փոխանցում հիմա Հակոբյանի ուղղությամբ եւ չկարողացավ արված կատարել ի վերջո։ Սասուն ներողություն Արսեն Հակոբյանը Զորաբյանը փոխանցում կատարեց Հակոբյանին։ Շարունակվում է Ռեալի մոտ մնալ գնդակը Համբարձումյան Աբաջան եւ շատ տարավ հիմա Կենտրոն գնդակը Գուղինյան հիմա պրեսինգ է դիմում այստեղ Հովանես Գուղինյանը Շեկոյանին, տեսնում ենք կարողացավ փոխանցում կատարելի վերջը Շեկոյանը, բայց վայրին անցավ կրկին գնդակը Մելիքյան, լավ խաղարկումներ Պեպեշյան, երկար փոխանցում Գուղինյան և մի փոքր շեղությամբ ընթացավ այսօրվա միակ գոլի հեղինակի հարվածը, շատ լավ հնարավորություն էր կրկին ստացել Հովանես Գուղինյանը երկրորդ գնդակը հեղինակելու այս խաղին, բայց շեղ էր նրա հարվածը, Մելիքյան կրկին չստացվեց Ռեալին անցնել։ Սադաշտը Գեբեշյանն է հիմա էլ հարված կատարում, Գեբեշյանի հարվածն էլ շեղ ընթացավ, Եղիազարյան լավ անցում, փոխանցում և խաղթում Անուշավան Եղիազարյանի նկատմամբ վտանգավոր դիրքում հիմա ստանդարտ է վաստակել Ռեալը Ստենք Աբոյանն է գնդակի մոտ Մրցավարի սուլի չկա, Աբոյան փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, եզրային նետում, Ռեալի օգտին, այստեղ ինչ տեղի ունեցավ երկար նետում Գասյանը լավ պայքարեց այստեղ հիմա կարող է հարկագրվել Բայերը փոխանցում և Ամիրյանի փոխանցումը բակեցին Ռեալն է անցնում գրոյի Աբաջան կենտրոնում է Աբաջանը Ստալվեցին այստեղ Գեբեշյան լավ անցում կատարեց Վարդգես Գեբեշյան արված և գոլ Հանդիպման հաշիվը դարձնում է 2-0 Վարդգես Գեբեշյանը փայլուն արեց ուղղակի այստեղ ամեն ինչ Բայերի ֆուտբոլիստը Վարդգես Գեբեշյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Բայերը և
Մինչև ընդմիջում հրաշալի առավելություն է արդեն ստանում Բայերը, Ռեալի նկատմամբ շատ լավ ամեն ինչ արեցին Բայերի տղաները, Ռեալը նետվել է այս գոլից հետո արագ պատասխան տալու Ամբարձումյան, այդ փոխանցում Զորաբյանին, Զորաբյան, երվից փորձ, հակված է այս հարվածը, Ավետիսյան երկար փոխանցում, լավ նկատեց Օհանյանին կենտրոնում, Արություն Օհանյան, ով գնդակը Մելիքյանին, Վերջին 5 րոպեները մնացին առաջին կեսի և 2-0 հաշվով հաղթում է Բայերը Ռեալին, կրկին Բայերն է գրում, Ամիրյան, Պետրոսյան, Գասյան, կրկին Ամիրյան, Ամիրյան լավ անցում, փոխանցում և Նորից գնդակը հայտնում է Մխիթար Սիրյանի դարպասը, այս անգամ գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Տիգրան Մելիքյանը, հաշիվը դարձնում 3-0 Տիգրան Մելիքյան 3-0 Մի փոքր էլ մեծացնում է իր առավելությունը այս խաղում Բայերը Ռեալի նկատմամբ Մելիքյանն էլ աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ այս խաղում և շատ բարդ է լինելու Ռեալի համար այս հաշվից հետ գալու նրանք էլ այսօր բարդ փորձության առաջ են Պետրոսյան լավ փոխանցում Արություն Օհանյան լավ հարված չստացվեց ի վերջո Օհանյանի կողմից Ռեալն է նետվել գրոյի Աբաժյան փոխանցում Լեց գնդակը Ավետիսյանը և նետվում է հակագրոյի հիմա Բայերը 4-2-ի Ավետիսյան բայց գնդակը փոխանցում հեռացված է մի փոքր գնդակը և անկյունային Բայերի օգտին Թարկված է անկյունայինը և սուր անկյունից հարված տեսանք Վլադիմիր Պետրոսյանից, բայց շատ շեղեր Պետրոսյանի հարվածը Աբաջյան Ամբարձումյանին, Ամբարձումյան և հեռացված է գնդակը Օհանյանը չկարողացավ այստեղ լավ մշակել գնդակը Մեր տեսնում ենք Բայերի լավագույն ռմբարկուն այսօր պասիվ է Ամբարձումյան երբից փորձ բարձր էր Աշոտ Ամբարձումյանի հարվածը Փոփոխություն հիմա Ռեալի կազմում Հանդաշտ է մտնում Մարսել Լաուրելը Տեսնենք Նա ինչ-որ բան կավանա իր թիմի կազմում փոխել Լաուրել Հակավ է խլել գնդակը Լաուրելը և Ավետիսյանը առաջ ուղարկեց գնդակը Լավ անցում փոխանցում Լաուրելին Առաջին հպումը գնդակին, Լաուրել արված և բրկեց իր թիմին Թաթուլ Սևյանը, առաջին հպումով կարող էր գոլ հեղինակ դառնալ ետնա Մարսել Լաուրելը, բայց Սևյանի փայլուն սևը տեսանք
Շարունակում է Ռեալը գրոհել, կրկին Լաուրել, փոխանցում եւ հիմա կրկին հեռացրեցին գնդակը։ Բայերի տղաները մի փոքր ակտիվացան վերջին րոպեներին։ Ռեալի տղաները Լաուրել կրկին գնդակով է, Լաուրելը եւ այս անգամ լավ փոխանցում չկատարեց։ Վերջին րոպեն է արդեն մեզ մոտ, առաջին կեսի։ Այլ Բայերն է նետվել գրոյի, Պետրոսյան փոխեց գրոյի եզրը, Պամիրյան չկարողացավ փայլած գնդակը, Արքո Պամիրյանը այստեղ էլ Ավետիսյանն է լավ գործում պաշտպանությունում եւ նետվում է առաջ Աղասի Ավետիսյանը, Ավետիսյան, բայց իր մոտ գնդակը, բայց այս փոխանցմանը չհասավ Արքո Պամիրյանը Վերջին գրող կարող լինել, երկար փոխանցում եւ Սևյանը որսած գնդակը մի փոքր դժվարությամբ եւ վերջ, առաջին խաղակեսը ավարտված է բարեկամներ, 3-0 հաշվով Բայերը այս պայն հաղթում է Ռեալին, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ վերադարձանք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո հետեւյալ պատկերն է Բայերը հաղթում է 3-0 հաշվով Ռեալին։ Բայերի կազմից աչքի ընկան Հովհաննես Կուլինյանը, Վարդգես Գիբեշյանը եւ Տիգրան Մելիքյանը 3-ն էլ հրաշալի գոլեր խփեցին, շատ մեծ առավելություն ուներ առաջին կեսում Բայերը Ռեալի նկատմամբ։ Ռեալը փորձեց ինչ-որ բան անել առաջին կեսում, բայց չհաջողվեց Ռեալին ի վերջո արդյունքի հասնել առաջին խաղակեսում, հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն նրանք եւ հիմա շատ արագ քանի դեռ մեզ մոտ մի փոքր փոփոխություններ չկան, շատ արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Ռեալի դարպասում է Մխիթար Սիրյանը, Ժան Աբաջյան, Անուշավան Եղիազարյան, Արսեն Աբրան, Ետնա Մարսել Լաուրել, Սարգիս Հարությունյան, Սասուն Զորաբյան, Տիգրան Շերքան, Անդրեյ Ղազարյան, Արսեն Հակոբյան եւ Աշոտ Համբարձումյան։ Բայեր դարպասում է Թաթուլ Սերմյանը, Հովհաննես Կուլինյան, Աղասի Ավետիսյան, Արմեն Ազնավուրյան, Արթուր Պետրոսյան, Գագիկ Ղուկասյան, Համլետ Ազնավուրյան, Վարդգես Գեբեշյան, Հարություն Օհանյան, Տիգրան Մելիքյան, Հակոբ Համիրյան եւ Վլադիմիր Պետրոսյան։ Խաղի մրցավարն էլ Վահագն Ակուլյանն է։ Այսքանը կազմերի մասով հիմա անցնենք խաղին։ Տեսնենք ինչ հիմա ցուցադրեն լավ փոխանցում թիկունքից Լաուրել Արբացի եւ Շեղեր Արբացի Ետնա Մարսել Լաուրելի փայլուն փոխանցում էինք տեսել թիկունքից բայց չկարողացավ Լաուրելը դիպուկ հարված կատարել կրկին Տիգրան Շեքոյանը լավ գործեց պաշտպանությունից խլել գնդակը Ռեալի տղաները եւ ոչինչ չկա ֆիզիկական պայքար երկու ֆուտբոլիստների մոտ անկավ Լաուրելը
Պետրոսյան պայել է, հիմա Պետրոսյանը հիմա լավ ացում կատարեց աչեզրով, Պետրոսյան փոխանցում արված Գեբեշյանից փակված է այս արվածը հրաշալի ամեն ինչ արեց։ Պետրոսյանը աչեզրում շարունակում է բայրի գրող, Գեբեշյան, Ազնավուրյան երվից արված և մի փոքր բարձր էր այս հարվածը, բայց մատների ծայրով փրկեց այստեղ Սիրեյանը, անկյունային։ Ավետիսյանն է գնդակը վերցրել, ստենք, փոխանցում Տուրանային հրապարակ, շարքիրը փոխանցում էր, Գեբեշյան, փոխանցում Ավետիսյան արված և Սիրեյանի վայլուն սեյվը տեսանք, Ավետիսյանն ուղարկեց ձախ դեպի Գեբեշյանը, Գեբեշյանն էլ ուղարկեց հետ Ավետիսյանին, վերջինս էլ վայլուն արված կատարեց, բայց փրկեց իր թիմին Խիթար Սիրեյանը, հրաշալի գրող կազմակերպեցին նորից բայրի տղաները, երկար փոխանցում կրկին Լաուրելի ուղղությամբ, կարողացավ պայել այստեղ Լաուրելը գնդակը, բայց խլեց արագ վերջինս։ Գուլինյան, փոխանցում Գեբեշյանն նետվում է առաջ Վարդգես Գեբեշյանը և Պետրոսյան այստեղ ընկավ իմ Արթուր Պետրոսյանը, բայց խաղի մրցավարը ոչինչ չի նշանակել, չկարողացավ ի վերջո հարվածել Արթուր Պետրոսյանը վերջին դրվագում, բայց կարծես թե դիտելու է դրվագը վերջին խաղի մրցավարը, տեսնենք ինչ որոշում ի վերջո կկայացնի նա, դիտեց դրվագը խաղի մրցավարը և տեսնենք ինչ որոշում է կայացրել։ Կարծես թե 11 մետրանոց է նշանակել Ռեալի դարպասին, այո, Արթուր Պետրոսյանին հետ խաղի ժամանակ խախտում կար, կարծես թե Սիրեյանը խախտեց նրա հետ պայքարում և տեսնենք ով է հարվածելու, կարծես թե Հարություն Օհանյանն է վերցրել գնդակը, փորձելու էր հերթական գոլը խփել այս մրցաշարում, այսօր դեռ նա իր խոսքը չի ասել։ Տեսնենք գնդակը ուր է հայտնվել, դադարի ժամանակ փորձել էին երկու թիմերն էլ գնդակը, այո, հիմա հայտնվեց գնդակը, վերցրեց գնդակը ի վերջո Օհանյանը, տեսնենք, էլ ավելի խոշոր հիմա կդարձնի, եթե դիպուկ իրացնի 11 մետրանոց Օհանյանը, Սավարի սուլիչը կա, Օհանյան, հարված և շատ լավ գոլ հեղինակ է հիմա դառնում Հարություն Օհանյանը, խոշոր հաշիվ արդեն մեզ մոտ 4-0։ Հարություն Օհանյան 4-0։ Էլ ավելի խոշոր է դարձնում հանդիպման հաշիվը Բայերը և 11-րդ գոլը այս մրցաշարում Օհանյանին, մեկ գնդակ է զիջում Աբրահամյանին, երկրորդ տեղում է Օհանյանը, Օհանյան արված այս անգամ փակեցին հարվածը, Օհանյանի կրկին Օհանյանն է գնդակով, հետ փոխանցում, Կասյան և հետ դեպի Ավետիսյանը,
Հարված Մելիքյանն է իմ այլ հարված կատարում, առնաշփոթ է և հարված կտեսնենք Ռեալի դարպասից։ 10 րոպե անցավ, փոքր ավել երկրորդ խաղակեսից և այս խաղակեսում է Բայերը գոլ գրանցեց լավ խարկումներ, Ազնավուրյան, Եղիազարյանը վերջին պահին հեռացրեց գնդակը, հակագրել Ռեալը, տեսնենք։ Եվ Հարությունյանից հրաշալի խլեց գնդակը Գեբեշյանը և ձախ եզրով նետվում է առաջ, Գեբեշյան փոխանցում Սիրյանը վերցնում է գնդակը։ 20-րդ գոլը Բայերի կազմում հեղինակեց նշեմ Հարություն Հոհանյանը Կային ակտիվություն կա Ռեալի մոտ, ասիված են կրկին նրանք և եթե նրանք այսպես շարունակեն գնալով կավարտվի, այսօր էլ նրանք առանց միավոր կհեռանան ադաշտից Օհանյան թողեց գնդակը Գեբեշյանին, կրկին Օհանյան, արված և գոլ! Փայլուն է ամեն ինչ այսօր անում Հարություն Օհանյանը դուբլի հեղինակ դարձավ Բայերի լավագույն ռմբարկուն 12-րդ գնդակն էլ կա այս մրցաշարում Հարություն Օհանյանն 5-0 դուբլ գրանցեց Օհանյանը իր անվան դիմաց, պասիվ էր Օհանյանը առաջին կեսում, որովհետև մի փոքր թիկունքից էր գործում, հիմա երկրորդ խաղակեսում փոխեցին դիրքերը Բայերի տղաները և դիրքային փոփոխությունից հետո Օհանյանը երկու անգամ արդեն աչքի ընկավ անկյունային է իմ այլ վաստակել Բայերը արկեցին Շեկոյան Բայել է գնդակը փոխանցում Հարությունյանին և հիմա փայլուն սահանքում Հովհաննես Բուլղինյանի կատարմամբ Մայլ հակառակ ուղղությամբ անկյունային հարված կտեսնենք, խաղարկված է այս անկյունայինը Մայլ հրաշալի սահանքում կարծես թե Գեբեշյանից կարող է հակագրել Բայերը Ամիրյան, թողնում է գնդակը Ղուկասյանին Չհասավ այս գնդակին Գագիկ Ղուկասյանը
ենք հիմա Ռեալի կազմում է տեղացել Աուրելը դիկունքում եմ, իսկ Շեկոյանը արջևում է գործում այստեղ Արություն Հովանյանն է աղթել հայկանները ես ուշացվեց դերին կարտով Շերքին խաղթում փոփոխություններ կազմում Փոփոխությունները կատարված են Ռեալի կազմում Ամիրյան լավ փոխանցում Ազնավուրյանի ուղղությամբ հաշալի անցում Ազնավուրյան Ռոսյանը սխալվեց այստեղ էլ կարող է հիմա հակագրոհել Բայերը ներողություն Ռեալը հարված և շեղեր Աշոտ Համբարձումյանի հարվածը Շալի փոխանցում իմ Ամիրյանի ուղղությամբ, Ամիրյան, լավ խաղարկումներ, Օհանյան արվածը շեղեր, Արություն Օհանյանի լավ խաղարկումներ հիմա Բայերի տղաների կողմից տեսանք Կրկին խլեցին գնդակը Բայերի տղաները Ամիրյան փոխանցում այստեղ չստացվեց Հակոբ Ամիրյանի Խոսեմ մի փոքր երկու թիմերի անցած մրցավեճից Ռեալը անցած հանդիպում է հիմա Օհանյանը կրկին հարված կատարեց շարունակվում է և Գեբեշյան ինչպիսի դիրքից է հիմա շեղ հարված կատարում Վարդգես Գեբեշյանը շատ արագ տեսնում ենք նորից վտանգավոր գրող կազմեցին Բայերի ֆուտբոլիստները Ռեալը անցած խաղում հանդիպեց Լիոնին և պարտվեց 1-4 հաշվով Այնտեղ միակ գոլը Ռեալից հեղինակեց Արսեն Հակոբյանը Իսկ Բայերը Երևանի հետ հանդիպում անցկացրեց 2 գոլ առատ հանդիպում Ընթացավ 7-2 հաշիվ Խոշոր հաշվով հաղթանակ Բայերի տղաների կողմից այսօր էլ խոշոր հաշվով հաղթում է Ռեալին և հերթական 3 միավոր այս մրցաշարում կվաստակեն նրանք, որովհետև վերջին 5 րոպեներն են մնացել հանդիպման ավարտին Ռեալն է անցել գրոյի Հարությունյան
Հարությունյան, աչեզնում է Սարգիս Հարությունյանը, կենտրոն, Կուղինյանը հեռացրեց գնդակը։ Կարող եմ հակագրել, բայրը հրաշալի խարկումներ, Ավետիսյան արված և Մխիթար Սիրյանն է գրկին փրկում իր թիմին, շատ լավ հնարավորություն հիմա էլ ուներ Ավետիսյանը դառնալու այս խաղում գոլի հեղինակ, բայց գրկին դարպասում է Մխիթար Սիրյանը, նա 5 գնդակ է բաց թողել այսօր, բայց Փայլուն հանդիպում է անցկացնում, այլ խախտում, ձախ եզրում, Բայերի օգտին։ Տեսնենք այս ստանդարտը Բայերին, Կերվից հարված, պարկված է Արմիրյանի հարվածը, կարող են գրվել ռեալիտաները, բայց դուրս եկավ դաշտի սահմաններից գնդակը, Ամիրյան, այդ շեքանը ուղեց սխալը, հրաշալի է գործում Աղասի Ավետիսյանը պաշտպանությունում, Կոպյան լավ փոխանցում, Աբաջան արված և հեղինակության գնդակը խփված է ի վերջո, մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը Ռեալը, Արսեն Աբոյան 5-1, Աբոյանը դարձավ գոլ հեղինակ Ռեալի կազմում, կրճատեց մի փոքր հաշվի տարբերությունը։ Կոպյան նկատեց ձախ եզրում Աբոյանին, Աբոյան, կենտրոն, Ակոպյան և հարվածը չստացվեց Արսեն Ակոպյանի։ Գեբեշյան փոխանցում, Ամիրյան արված և Սիրյանն է փրկում իր թիմին և վերջ, բարեկամներ, հանդիպումն ավարտված է, Բայերը կարողանում է հաղթել 5-1 հաշվով Ռեալին և հերթական 3 միավորն են նրանք վաստակում այս մրցաշարում, բարձրանում են այս պահին 5-րդ հորիզոնական, հրաշալի հանդիպում ստացվեց մեզ մոտ, այսքան այս խաղի համար մնացեք մեզ հետ, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։